այնքան բան է հավաքվում խոսելու համար, որ չեմ հասցնում մտքերս արտահայտեմ ամեն հարցի վերաբերյալ։ Այսօր որոշեցի շատ կարճ ելույթ ունենալ մեր ազգային ժողովի անհասկանալի վարմունքների մասին։ Ժողովուրդ, յուրաքանչյուր մարդու, ում վռնդում են իր պաշտոնից, հատկապես այն պաշտոնից, որտեղ միլիոնների պարգևավճար է ստանում և համենայն դեպս իմ կարծիքով ոչինչ չի անում, բայց ինքն իրեն մեծարում է, բացատրում, որ ինքը ամբողջ օրը քրտնաջան աշխատանք է կատարում։ Երբ հեռացնում են այդպիսի մարդուն, նա սկսում է բողոքել, սկսում է բացատրություններ պահանջել, բացատրում է, որ ինքը ընդհանրապես մեղավոր չէ ու չի հասկանում, թե ինչի համար են իրեն հեռացնում աշխատանքից։ Այդպես է ընդհանրապես բոլոր ժամանակներում բոլոր մարդկանց հետ, նրանց, ում վռնդում են աշխատանքից։ Ես պատկերացնում եմ, որ այդպես կլինի նաև ազգային ժողովից որևէ մեկին հեռացնելը։ Ի նկատի ունեմ Սիմոնյանի հեռանալը։ Հաստատ գիտեմ, որ նա չէր սպասում, որ իրեն կհեռացնեն, բայց իմ կարծիքով այդ գործողությունը վաղուց արդեն ծրագրված էր։ Եթե լսել եք իմ վերջին ելույթները, կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Ես ժամանակին շատ եմ գովաբանել և շատ եմ քննադատել պարոն Սիմոնյանին։ Լավ գործերի համար, ճիշտ վարմունքի համար գովաբանել եմ, սխալի համար քննադատել։ Ես ոչ մի անգամ չեմ հայհոյել, չեմ վիրավորել մարդուն, ուղղակի բացատրել եմ նրա վարմունքը, նրա գործունեությունը, նրա սխալներն եմ արտահայտել, ասել և նրա լավ գործերն եմ գովաբանել։ Այսօր, երբ նա հեռացավ, անհասկանալի պատճառներով, ինքն էլ չէր սպասում և ոչ ոք չէր սպասում, բայց հեռացավ։ Եվ զարմանալին, զավեշտականը նա էր, որ նա հեռացավ ուրախ, ծիծաղելով, կարծես ինքը շատ ուրախ էր, որ իրեն հեռացնում են։ Եթե նա ուրախ էր, ուրեմն նա մի բան գիտեր։ Ալեն Սիմոնյանը միամիտ մարդ չէ, նա շատ խորամանկ, բանիմաց, գիտուն, խելացի տղամարդ է, բայց ինչու նա այդքան ուրախ հեռացավ։ Նորից, եթե նայել եք իմ վերջին ելույթները, կհասկանաք Ալեն Սիմոնյանի արարքը։ Կա երկրորդ երեսը, գուցեև դերասանություն էր անում, ցույց տալով, որ ինքը թքած ունենա այդ պաշտոնի վրա, ազգային ժողովի վրա, նրանց որոշումների վրա։ Գուցե դա ավելի վատագույն ձևն է, վատագույն վայրանքն է։ Ինչևէ, հեռացավ Ալեն Սիմոնյանը, չվերցնելով իր մանդատը, չցանկանալով առաջարկվել որևէ մի ուրիշ պաշտոնի, դա շատ կասկածելի էր, և ոչ ոք նրան ոչինչ էլ չառաջարկեց։ Շատ զավեշտական, շատ կասկածելի հեռացում, ուղղակի հեռացում, ոչ թե ազատում, ոչ թե ընտրություն։ Ընտրությունները մենք գիտենք ինչպես է լինում, նախօրոք որոշված, որ այս պաշտոնին այս մարդն է լինելու և դնում է, քվեարկվում, անցնում է միաձայն, ոչ ոք դեմ չի լինում
դա այդպես է եղել։ Ես ինչպես գիտեմ 70-80 տարիների ընթացքում մինչև այսօր այդպես է եղել եւ այդպես էլ կա։ Այնպես որ ես հասկանում եմ, բայց չգիտեմ ինչու նորից եմ ասում զավեշտական հեռացում։ Դե ինչ, ընդունենք ինչ որ կա, նրա տեղը եկած մարդը նրանից լավը չէ։ Այդ հաստատ իմացեք։ Եթե մարդը պաշտոնի է գալիս ու սկսում է շարունակել մեր ազգային ժողովրդի ժողովի սովորությունները, ճղճիմ ձևով, ճղճղալով, մարդկանց սպառնալով, չի քարոզում միություն, միասնություն, նորից նշում է բանտերը, նորից նշում է, որ իրենք կատակ չեն անում, որ պիտի բռնեն, պիտի թալանեն մարդկանց ունեցվածքը, պիտի կուլակաթափ անեն ամբողջ Հայաստանը, ամբողջ Հայաստանում պետք է ապրեն աղքատները եւ ազգային ժողովի ներկայացուցիչները, մանդատ ունեցողները, մնացածը պետք է լինեն աղքատ, նրանք իրավունք չունեն որևէ մի գործ անեն, որևէ մի տեղ փող աշխատեն, այդ բոլոր աշխատածը պիտի խլվեն։ Այս է մեր այսօրվա իրականությունը, ժողովուրդ ջան։ Եթե Ռուբինյանը եկավ պաշտոն, դեռ չի եկած պաշտոնի, սկսեց ձեռքեր թափ տալ, սկսել մեղադրել, սկսեց մարդկանց սպառնալ, ով ուզում է լինի, ես ասել եմ, եթե նույնիսկ գողեն չի կարելի մարդուն սպառնալ, ուրեմն նա իր նախորդից ոչնչով չի տարբերվում, առավել ևս ավելի վատթարակույն ձևով է գալիս։ Ես չեմ ճանաչում նրան։ Գուցե նա սխալվեց, գուցե նա կուղղի իր սխալները, ամենայնիվ դա ես համարում եմ սխալ քայլ։ Գուցե կուղղի, ես չգիտեմ, եթե կուղղի, խնդրեմ, ես նրան կհարգեմ, կգովաբանեմ, բայց այդպես պաշտոնի չեն անցնում։ Ես 100 անգամ ասեցի, որ մարդ ով սպառնում է, նրան ոչ ոք չի հարգում, առավել ևս ոչ ոք չի սիրում։ Եթե նույնիսկ ձայն են տալիս, դա վախի ազդեցության տակ են տալիս այդ ձայնը։ Այդ ձայները նրանը չեն, այդ ձայները վախի ազդեցության տակ են։ Այսքանը այսօր, ժողովուրդ, ստեսություն, բարին ընտեր։